Բարև ձեզ, արգելի ակնդիրներ, շարունակում ենք մեր միջազգային հարաբերություններ և միջազգային իրավունք հաղորդաշարը։ Մենք բազմիցս անդրադարձել ենք միջազգային տարբեր կառույցների, որտեղ այդ կառույցները, միջազգային, այսինքն միջպետական կառույցները կարևորագույն գործիք են միջպետական հարաբերությունների համար, դիվանագիտության համար։ Մենք անդրադարձել ենք մասնավորապես Միավորված ազգերի կազմակերպությանը, մենք անդրադարձել ենք դրա իրավանախորդին, ազգերի լիգային, մենք անդրադարձել ենք այնպիսի վեհաժողովների հավաքներին, ինչպիսին է 1920 թվականի սեպտեմբերի սկզբի Բաքվի արևելքի ժողովուրդների համագումարը, առաջին համագումարը կամ առաջին հավաքը, եւ սրանք իսկապես մեր ընկալումը, հասկացությունը միջազգային հարաբերությունների ավելի հիմնավոր են դարձնում։ Այսօր մենք պիտի անդրադառնանք միջազգային կառույցներից այսպես կոչված ժողովրդավարության միջազգային միությանը, International Democracy Union։ Սա միջպետական չէ, միջազգային է, բայց միջպետական չէ։ Սա կուսակցությունների միություն է, հանրահավաք է, եւ սրան անդրադառնում են, որովհետեւ ազգային ժողովրդավարական բևեռը մայիսի 14-15-ին հրավիրված էր եւ Բրյուսելում մասնակցեց այդ կառույցի հերթական վեհաժողովին։ Իսկ Բրյուսելից առաջ տեղի էր ունեցել դեկտեմբերին 2024 թվականի Վաշինգտոնում։ Հաջորդը եւս պիտի տեղի ունենա Վաշինգտոնում այս տարվա դեկտեմբերին։ Այդ ֆորումը կամ վեհաժողովը, որ տեղի ունեցավ, իմի էր բերել մի քանի տասնյակ երկրների ներկայացուցիչներ։ Ես կուզեմ նախ ներկայացնել ինչ է իրենից ներկայացնում այս ժողովրդավարության միջազգային միությունը, International Democracy Union-ը։ Այն աջ կենտրոնամետ, պահպանողական կուսակցությունների համաշխարհային դաշինք է, որը ստեղծվել է ժողովրդավարության արժեքների, ազատությունների եւ ազգային ինքնիշխանության խթանելու նպատակով։ Հիմնվել է 1983 թվականի հունիսի 24-ին Լոնդոնում մի շարք ականավոր քաղաքական գործիչների նախաձեռնությամբ։ Նրանցից նշենք մի քանիսին, որովհետեւ դուք հասկանաք, ըմբռնեք այս կառույցի կարևորությունը։ Հիմնադիրներն են Մարգարետ Թետչեր, այդ ժամանակ Բրիտանիայի կամ Միացյալ Թագավորության վարչապետը, Ջորջ Բուշը, որ այդ ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահ էր, հետագայում դարձավ նախագահ, Հելմուտ Կոլը, Արևմտյան Գերմանիայի կանցլերը եւ Ժակ Շիրակը, Ֆրանսիայի ապագա նախագահը։ Սա այդ հիմնադիր փաստաթուղթն է 83-ին ստորագրված 19 ներկայացուցիչի կողմից եւ տարբեր է տեսնում եք տարբեր երկրների կարևորագույն մասնակիցներ։ Այստեղ բացի նշածս երկրներից, ասենք Ավստրիան, Կիպրոսն է եւ բազմաթիվ այլ երկրներ։ Հիմա տեսնենք այս ժողովրդավարության միջազգային միության առաքելությունը եւ նպատակները որոնք են։ Ես պարզապես կարդամ այն, ինչ որ պաշտոնապես ամրագրված է։ Միավորել ժողովրդավարական, ազգայնական եւ պահպանողական արժեքներով առաջնորդվող կուսակցությունները, աջակցել ազատ շուկայի օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին ու ազգային ինքնիշխանությանը, խթանել միջազգային համագործակցություն գաղափարակից քաղաքական ուժերի միջև եւ դիմակայել բռնապետական վարչախմբերին եւ պաշտպանել ժողովրդավարության արժեքները համաշխարհային մակարդակով։ Գիտեք, ես առիթ ունեցել եմ ասելու, որ անցյալ տարի մենք գտնվում էինք Լոնդոնում եւ այնտեղ կարևորագույն հանդիպումներ ունեցանք Միացյալ Թագավորության խորհրդարանի ներկայացուցիչների հետ, ընդդիմության հետ, իշխանության որոշ ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, մենք այդտեղ հանդիպում ունեցանք հենց այս կառույցի, այսինքն ժողովրդավարության միջազգային միության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը ըստ էության պատահական էր, բայց ոչինչ պատահական չի լինում աշխարհում, որովհետև այդ հանդիպումը սպասված էր։ Եվ իրենք ընդհանուր տեղեկություն ունեին մեր կուսակցության գործունեության մասին, մենք ավելի մանրամասնեցինք, խոսեցինք եւ այդ իսկ պատճառով հրավեր ստացանք եւ նախորդ մայիսին 14-15-ին մասնակցեցինք վեհաժողովին, որովհետև այսօր
ընդհանրապես պահպանողական նաև աճ կենտրոնանալու ուժերը թափ են հավաքում, ես ինչպես նշեցի, նրանց անդամներն են օրինակի համար հանրապետական կուսակցությունը, այստեղ կարող եք կարդալ ԱՄՆ հանրապետական կուսակցությունը, Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցությունը, Գերմանիայի քրիստոնյա դեմոկրատական միությունը, Ավստրալիայի ազատական կուսակցությունը, Իսպանիայի ժողովրդավարական կուսակցությունը, Հունաստանի նոր ժողովրդավարություն կուսակցությունը եւ ուրիշներ։ Այսինքն սա բավականին լուրջ կառույց է։ Ցավոք սրտի մինչև մեր մասնակցությունը, ազգային ժողովրդավարական բևեռի մասնակցությունը այս վեհաժողովներին Հայաստանի կողմից մասնակից կուսակցություններ չեն ունեցել։ Ցավալի է, որովհետև սա կարևոր է, այն մարդկանց հետ ում մենք հանդիպեցինք, հիմա այս որոշների մասին խոսեմ, որոշ նկարներ կդնեմ, նրանք կամ նախկին իշխանավորներ են եւ լուրջ կուսակցություններ են եւ որպես ընդդիմություն է լուրջ դերակատարություն են սեփական երկրի քաղաքականության մշակման հարցում, կամ այսօր էլ հենց գտնվում են իշխանությունում։ Հայաստանը երբևէ ներկայացված չի եղել, բայց մեր հարևան երկու երկրները, Վրաստանը եւ Ադրբեջանը ներկայացված են եղել։ Վրաստանը ներկայացված է եղել 2008 թվականից քրիստոնյա դեմոկրատական շարժում կուսակցության տեսքով, որը կենտրոնացի աչակողմյան կուսակցություն է, եւ Ադրբեջանն է ներկա եղել, իսկ Ադրբեջանը բավականին վաղուց 96 թվականին դարձել է ժողովրդավարության միջազգային միության անդամ երկիր եւ Ադրբեջանը ներկայացված է եղել Ադրբեջանի այս նորագույն շրջանի, այսինքն հետսովետական շրջանի առաջին ժամանակի առումով նկատեմ առաջին գրանցված կուսակցության տեսքով Ադրբեջանի ազգային անկախության կուսակցությունով, որը 92-ին է հիմնադրվել եւ 96-ին դարձել է անդամ նշալ կազմակերպության, ավելին 99 լիրավ անդամ, ավելին ասեմ, որ այդ կուսակցության ղեկավարը Իթիբար Մամեդովը ինչ որ ժամանակահատված նաեւ եղել է այս կառույցի ժողովրդավարության միջազգային միության փոխնախագահը, թե ինչքանով է Ադրբեջանը ժողովրդավար, ինչքանով է այն եվրոպական արժեքներ կրող, մենք դա լավ գիտենք, բայց մարդիկ ներկայացվում են, մարդիկ գնում են, մարդիկ իրենց մասին այդ լուրերն են տարածում, եւ այդ լուրերը տարածելով աշխարհը այդպես էլ ընկալում է։ Շատ սխալ պատկերացում կա, որ աշխարհում մարդիկ այսպես խորապես շահագրգռված են, որպեսզի ուսումնասիրեն, թե Ադրբեջանում ինչքան վատ բաներ ա լինում, Հայաստանում ինչքան լավ բաներ, այդպես չէ։ Աշխարհում ինչն է շատ այսօր տեղեկատվության հեղեղ կա եւ յուրաքանչյուր կողմ փորձում է իր տեսակետը տարածել, մտցնել շրջանառության մեջ եւ մենք տեսնում ենք, որ մեր հարևանները նաեւ օգտվում են այս կառույցից, ինչու նաեւ որտեղ այս կառույցը նաեւ իր գործունեությունը հնարավորություն է տալիս, այստեղ գործունեության շրջանակն եմ ես ուզում նշել, որ ինչպես է աշխատում այս կառույցը, կազմակերպում է գագաթաժողովներ, համաժողովներ, քաղաքական աշխատաժողովներ, շատ կարևոր հարց է, որտեղ դա քեզ հնարավորություն է տալիս այնտեղ այդ երկու օրվա ընթացքում շփվել մարդկանց հետ, մտքեր փոխանակել, որ դու այդ նույն բանը անելու համար պիտի մի քանի տասնյակ երկիր գոնե գնար, ժամանակ ծախսեիր, փող ծախսեիր, իսկ այդտեղ հստեղում լինում է։ Իրականացնում է ընտրությունների դիտորդական առաքելություններ, որը եւս շատ կարևոր է, հաշվի առնելով, որ Հայաստանում առաջիկայում կամ արտահերթ այս տարի կամ մյուս տարի հերթական ընտրություններն են լինելու եւ դիտորդական առաքելությունները կարևոր են այս կուսակցությունների կողմից, որոնք բավականին ժողովրդավար կուսակցություն, իհարկե Վրաստանի ու Ադրբեջանի պարագան դրվում է մի կողմ։ Երրորդ խթանում է քաղաքական փորձի, ռազմավարությունների եւ գաղափարների փոխանակում։ Սա եւս կարևոր է, որովհետեւ կուսակցություններ են, որոնք եղել են եւ իշխանության մեջ եւ ընդդիմության շարքերում եւ բազմաթիվ անգամներ այդ տեղափոխությունից հսկայական փորձ են ձեռք բերել, շատ կարևոր է հասկանալ ինչպես են աշխատում, ինչպես են կայանում, նորից եմ կրկնում, որովհետեւ սա բանն է կենտրոնամետ աճ կուսակցությունների, այսինքն կուսակցություններ, ովքեր որ շուկայական հարաբերությունների կողմ են, պահպանողական են, ազգային արժեքների պահպանողական, այսինքն արժեքների
գրողն են։ 4. Ծառայում է որպես հարթակ համախմբելու կենտրոնամետ եւ պահպանողական ուժերին միջազգային կարևոր զարգացումների շուրջ։ Սա եւս կարևոր է, օրինակ Բրյուսելում մենք քննարկում ենք նաեւ, ասենք, որոշ աֆրիկյան երկրներում մարդու իրավունքների հարցը, այնտեղ ընդդիմության ներկայացուցիչներ են ձերբակալված եւ այլն։ Մենք դեռևս այդ հնարավորությունը չունենք, որտեղ մեր առաջին մասնակցությունն էր բարձրացնել օրինակ նույն մարդու իրավունքների հարցը Ադրբեջանում, բայց մենք վստահ ենք եւ առաջիկայում, երբ որ մենք լիարվ անդամ դառնանք, այդ հարցերը եւս կբարձրացնենք մարդու իրավունքների հարցը Ադրբեջանում, ինչպես նաեւ Հայաստանում եւս ոտնահարվում են մարդու իրավունքները, եւս կա վարչական ռեսուրսի հսկայական չարաշահում իշխանությունների կողմից։ Շատ կարևոր է հասկանալ զուգահեռներ տանելով, թե այս ժողովրդավարության միջազգային միությունը ինչպիսի այլ կազմակերպությունների հետ գտնվում է կամ ասենք նույն շարքում կամ նույն ասպարեզի մեջ։ Մասնավորապես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ այսինքն կային նման կառույցներ եւ կան, օրինակ կար Կոմինտեռ, Սոցինտեռն ժամանակին, այսինքն Կոմինտեռնը, որը ստեղծվել է դեռևս Լենինի կողմից 1919 թվականին եւ գործեց մինչեւ 1943 թվականը, այստեղ հիշում եք Գրիգորի Զինովիևը ղեկավար, սրա մասին մենք անդրադարձել ենք եւ ես երբ որ նշեցի Բաքվի արևելքի ժողովուրդների 20 թվականի սեպտեմբերի համաժողովը, այն ժամանակ են Զինովիևն էր վարում որպես Կոմինտեռնի ղեկավար, հետո եղավ Բուխարինը, հետո Մանուիլսկին, հետո Գեորգի Դիմիտրովը։ Այս բոլորը ստեյցան գործիքներ են եւ Կոմինտեռնը ծառայել է որպես գործիք կոմունիստական գաղափարները տարածելու, հաճախ լրտեսություն կազմակերպելու, հաճախ հեղաշրջումների մասնակցելու եւ այլն։ Եվ ըստ էության, երբ որ Զինովիևը կար, դա ավելի բարձր պաշտոն էր համարվում, ձևականորեն իհարկե, քան անգամ Ստալինի պաշտոնը, որտեղ Ստալինը մեկ կուսակցության, մեկ բոլշևիկյան Ռուսաստանի կուսակցության գլխավոր քարտուղարներ, ու գլխավոր կարծեմ ժամանակ առաջին էր կոչվում, թե ինչ էր կամ քարտուղար էր կոչվում, հա, իսկ Զինովիևը այդ բոլոր կուսակցությունները միավորված այդ բոլորի ղեկավարն էր, բայց մենք հասկանում ենք, որ այդ բոլորը ձևական, ասենք նույն Գեորգի Դիմիտրովը, որ 43 թվականին տարօրինակ մահ ունեցավ, ասում են, թունավորվել էին ու ինչու են թունավորվել, որտեղ 41 թվականին նրա միջոցով Ստալինը փորձում էր երկիրը հանձնել մինչև Ուրալ Ադոլֆ Հիտլերին, իսկ ինքը փախչել Ուրալից արևելք, այդտեղ, այսինքն մի հատ սովետական միության կրճոնների վրա ստեղծել մի նոր երկիր, եւ այդ միջնորդը գիտենք եղել է Գեորգի Դիմիտրովը, բանակցելու որպես բուլղարացի Բուլղարիայի դեսպանի միջոցով, բուլղարացիների միջոցով, որտեղ բուլղարացիները Ադոլֆ Հիտլերի եւ նացիստական ռեժիմի դաշնակիցներն էին, դրա համար պետք էր 43-ին արդեն երբ որ վստահ էր Ստալինը, որ այլևս իր իշխանությանը վտանգ չի սպառնում, որովհետեւ բրիտանացիներն ու ամերիկացիները հսկայական օգնություն էին տալիս, արդեն հաղթանակը անխուսափել էր, վկային վերացրեցին։ Մյուս այսպես կուսակցական, միջկուսակցական կառույցը, որին կուզեմ ես անդրադառնալ, դա Սոցինտեռն է, Սոցինտեռնը ամենահնագույններից մեկն է, գուցե հնագույնը ստեղծված 1864 թվականին դեռևս, կամ կոչվում է առաջին ինտերնացիոնալ, գիտեք, սև առաջին կար, երկրորդ կար, երրորդ ինտերնացիոնալ եւ այլն, որոնց մեջ օրինակի համար հայ հեղափոխական դաշնակցությունը ինքը Սոցինտեռնի անդամ երկիր է եղել, որտեղ հայ հեղափոխական դաշնակցությունը ինքը սոցիալիստական կուսակցություն է, այսինքն ձախակողմյան կուսակցություն է, գոնե ըստ, այսպես ասած, կանոնադրության, ըստ ստեղծման տարիների գործունեության, ուրիշ բան, որ հիմա արդեն, չգիտեմ, ինչքանով է դաշնակցությունը սոցիալիստական գաղափարներին հարազատ կամ նրա անդամները ինչքանով են հավատարիմ այդ սոցիալական եղբայրության եւ հավասարության գաղափարներին, բայց շարունակում է մնալ անդամ։ Առաջին մասում ես ներկայացրեցի այդ միության
ընդհանուր բնույթը, գործունեությունը, հիմա դառնամ հայաստանյան կամ ավելի ճիշտ ԱԺԲ-ի Բևերի մասնակցությանը։ Ասեմ, որ այդ կառույցի ներկայիս ղեկավարը կանադայի նախկին վարչապետ Սթիվեն Հարփերն է, որին մենք պատիվ ունեցանք այնտեղ հանդիպելու, խոսելու, ես իրեն հիշեցրի, երբ որ ինքը անդիմության ղեկավար էր հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, չգիտեմ, ինքը հիշում էր թե ոչ, բայց ասաց այո, հիշում եմ, որտեղ դա շատ բուռն քննարկումներ ա եղել, հետաքրքիր էր, որ լիբերալներն էին առաջադրել այդ բանացևը, բայց կոնսերվատիվ կուսակցությունը, որի ղեկավարը պահպանողականների ղեկավարը Սթիվեն Հարփերն էր, իրենք եւս աջակցեցին։ Այստեղ մի փոքր ես ուզում եմ անդրադառնալ անվանումներին, որտեղ որոշ փոթություն կարող է լինի։ Տեսեք, Սթիվեն Հարփերը կանադայի պահպանողական կոնսերվատիվ կուսակցության ղեկավարն է եւ ինքը ատենապետն է, նախագահն է ժողովրդավարության միջազգային միության։ Նրա տեղակալը Ավստրալիայի լիբերալ ազատական կուսակցության ղեկավարն է եւ հաճախ շփոթություն ա լինում։ Գիտեք, մի երկրի լիբերալը համեմատած մյուս երկրի լիբերալի հետ պահպանողական է։ Ասենք Բրիտանիայում լիբերալները դրանք հակադրվում են կոնսերվատիվներին եւ իրենք բնականաբար մաս չեն կազմում այս կենտրոնամետ աճ կուսակցություններին։ Այնպես որ վերնագրերը, անվանումները, կուսակցությունների այդքան էական չեն, կարևորը գործունեությունն է եւ այն արժեքային համակարգը, որի վրա խարսխվում է։ Այսինքն մենք հենց առաջ օր հանդիպեցինք Սթիվեն Հարփերի հետ եւ խոսեցինք եւ հետո էլի առիթներ ունեցանք, վերջում էլ նրա օգնականը, որը դեռևս իր վարչապետության աշխատակազմի ղեկավարն էր, առիթներ էինք ունեցել շփվելու, եկավ մեր սեղան շուրջ երկար հարցեր են քննարկել, բնական մանրամասների մեջ չեն գնա։ Մենք նաև հանդիպում ունեցանք, այստեղ դուք տեսնում եք ձախից Լորդ Աշքրոֆտին, Լորդ Աշքրոֆտը դա այդ միության պատվո նախագահն է, բավականին մեծահարուստ միլիարդատեր լորդ հսկայական միջազգային գործունեությամբ, մասնավորապես Աֆրիկայում նոր տեխնոլոգիաներով նոր քաղաքների հիմնադրում դրանց եւ առանց չափազանցությամբ կարող եմ ասել, որ երևի ամենաշատը Լորդ Աշքրոֆը շփում ունեցավ եւ խոսեց մեր պատվիրակության հետ։ Եվ մենք իհարկե նրան հրավիրել ենք Հայաստան եւ պիտի հստակ մի բան հասկանալ, Լորդ Աշքրոֆտը պահպանողական ասելով մենք հասկանում ենք ընտանեկան արժեքներ, ազգային ինքնիշխանություն եւ նման հարցեր ինչ որ ամրագրված է եւ մեր եւ այս վեհաժողովի սկզբունքների մեջ դրա ջատագովներից է եւ աջակիցներից է հետեւաբար Աշքրոֆտի ներգրավումը կամ գոնե ինչ որ չափով հայության ու հայոց պետականության վրա նրա շատ կարևոր է որտեղ նա շատ ազդեցիկ համաշխարհային քաղաքական գործիչ է եւ ինքը ասաց որ Հայաստանը իր այո ցանկի վրա գտնվում եւ առաջիկայում խոստացավ այցելել Հայաստան։ Մենք նաեւ հանդիպում ունեցանք այլ այսպես կոչված քույր կազմակերպությունների հետ, որոնցից մեկը երիտասարդական թևն էր հենց այդ դեմոկրատական միության, որի ղեկավարն է Մայքլ կամ Միխայիլ Դաստը, գերմանացի քաղաքական գործիչ, բավականին հեռանկարային, ինքը շատ հետաքրքիր մանրամասն բացեց մեզ համար հայաստանյան որոշ կուսակցությունների եւ ռուսական մեղմ ասած հատուկ կառույցների համագործակցության մասին, դրա մասին ես այստեղից իհարկե չեմ ասի, բայց մեզ հետաքրքիր էր այդ ամբողջը մարդիկ անուն առ անուն ոչ միայն կուսակցություններով էին իմանում, այլ շատ կարևոր անձանց գործունեություններով եւ իրենք զարմանալիորեն շատ բաներ բացեցին մեզ համար ինչու որտեվ մենք մեր դիրքորոշում բազմիցս այսպես կոչված այդ որոշ արևմտամետ կուսակցությունների մասին արտահայտել են եւ իրանք հասկացան որ մենք ի տարբերություն շատ կուսակցությունների ձևականորեն չենք որտեվ մենք այդ գործունեություն ունենք չէ այդ քանի կուսակցություն ռուսական ռազմաբազայի դեմ կամ ռուսական դեսպանատան դեմ ցույց արել տարիների վեր հալածանքի ենթարկվել դրա համար եւ այլն
թե ասենք 8 հոգով ելնում են մի բան գործում են իրենց թվում գործունեություն են անում, իսկ կուսակցություն կա այդել չեն անում, մենակ խոսող գլուխները, կարճ ասած, այս երիտասարդական թևեդ եւս Ջերմ հանդիպումներ եղավ, մենք նաև հանդիպեցինք կանանց, այսպես ասած, թևի հետ, International Women's Democracy Union-ի ներկայացիչների հետ եւ հետաքրքիր որ կանայք շատ խորացած էին եւ այսպես ասած իրենց ուշադրության կիսակետում էր գտնվում այս արհեստական բանականության հիման վրա նոր աշխարհի ստեղծումը շատ կարեւոր էր բնականաբար այնտեղից ասացի, որ մասնակցում էին եւ նախկին եւ ներկա վարչապետներ, մասնավորապես Բելգիայի թագավորության վարչապետ Բարդը Վևերի հետ մենք հանդիպում ունեցանք, սա այստեղ տեսնում եք նկարում, պարոն Չուքայզյանը Վևերի հետ, շատ հետաքրքիր անձ էր այս մարդը, ինքը եղել է նախկին լրագրող, կարգին լրագրող, ոչ թե մերոնց նման, էլի, այն որ ունենք հիմա իշխանությունում, եւ իր ելույթը խորտ կտամ ազգային ժողովրդական Բևերի էջում կարդալ նրա տվյալ ելույթը, այնտեղ եւ անգլերենն է եւ հայերենը դրված, ընդհանրապես պահպանողականության մասին, ընդհանրապես արժեքային համակարգի մասին, դա լուրջ տեսական, այսպես մի ելույթ էր եւ նրա թույլտվությամբ այսինքն նա թույլ տվեց որ սյան թարգմանվի հայերեն եւ տպագրվի եւ ըստ էության մեզ ուղարկեց հետագայում անգլերեն տեքստը, որը տպագրվեց։ Մենք հանդիպումներ ունեցանք նաև Միացյալ Թագավորության նախկին վարչապետների հետ, մասնավորապես Էլիզաբեթ Թրասի հետ։ Չգիտեմ ինչի ռուսները սանից շատ էին հուզվել այս հանդիպումից, ինչ որ վախսա, թեև պիտի ասել, որ շատ ավելի պիտի հուզվեին այս մյուս վարչապետի հետ, Բորիս Ջոնսոնի հետ հանդիպումից, որտեղ Բորիս Ջոնսոնի ելույթը փայլուն ելույթ էր եւ այսպես հաստատական պրոուկրաինական եւ այս պատերազմում Ռուսաստանի ռազմական պարտություն մատնելու իր այսպես հետևողական քաղաքականության ճատակովներ։ Ես որոշ բաներ Բորիս Ջոնսոնի մասին ուզում եմ առանձին մի փոքր շեղվելով պատմեմ այս նյութը, որովհետև գիտեք մի քանի հիմար գլուխներ գլեն, հա գնացել եք Թուրքի հետ եք հանդիպել եւ այլն, նախ գիտեք ինչա, ասма թուրքել կա, թուրքել հայկա թուրքից վատն է։ Նախ Բորիս Ջոնսոնը թուրք չի։ Բորիս Ջոնսոնի հիմա ես մի երկու բաններ ընտանեկան պատմությունը նրա պապի հայրը եղել է այս մարդն է, դուք տեսնում եք Ալի Քեմալ Բեյը։ Նրա պապի հայրն է, կամ հոր պապը, ոնց կուզեք բանել, որը, այո, եղել է թուրք հեղափոխական, ինքը դեմ է եղել Իթիադ Վաթարակի, այսինքն միություն եւ առաջադիմություն կուսակցությանը, որը երիտթուրքերի, այսպես ասած, ամենառազմատենչ եւ հակահայ թևն է եղել, ինքը խմբագրել է Իքրամ թերթը, եղել է գլխավոր խմբագիր, ինքը ազատական հայաստանի տեր է եղել եւ մի կարճ շրջան 19 թվականի մարտի 4-ից մինչեւ հունիսի 20-ը եղել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար, մինչ այդ նաեւ եղել է կրթության նախարար եւ ինքը հակա երիտթուրք է եղել եւ հակա քեմալական ինքը պաշտպանել է հայերին, ինքը ձերբակալության օրդերներ ստորագրել երիտթուրքերի եւ այս իսկ պատճառով նրան չներեցին քեմալականները, երբ որ 1922 թվականի սեպտեմբերին մտան Իզմիր կամ Զմյուրնիա, ինքը, այսինքն այս մարդուն փախցրեցին տարան իբր Անկարա էին տանում դատելու համար, այս քեմալականները, որ ինքը պաշտպանել է հայերին, որ ինքը կողմնակից է նոր ժողովրդավար Թուրքիայի, բայց ճանապարհին նրան պարզապես բսկտեցին, կտոր արեցին, այնպես որ ունենալ Ալի Քեմալի նման այսպես նախի, ես կարծում եմ Բորիս Ջոնսոնի համար պատվաբեր է, կրկնում եմ, այս մարդը հայերին պաշտպանելու համար սպանվել է։ Ալի Քեմալը ունեցել է ամուսնացած էր բրիտանացի Վինի Բրաունի հետ եւ նրա ամուսնությունը սա արդեն կարեւոր է, այսինքն արդեն բոլոր սերունդները ամուսնացել են, մկրտվել են քրիստոնեական կարգի, նրանք քրիստոնեություն են ըստ էության ընդունել։ Հիմա կրոնը ընդունելու մասին որևէ բան չկա, որովհետև գիտեք Բրիտանիայում դա ամեն մարդու խղճի հարցն է, բայց եթե մարդիկ ամուսնանում են ըստ քրիստոնեական կարգի, տեղից ենթադրել կա, որ այդ արժեքային համակարգը կրողներն են եւ
արդեն Բորիս Ջոնսոնի պապը Ուիլդրոֆ Ջոնսոնը, թեև իր նախնական անունը եղել է Օսման Ալի Վիլֆրեդ Ջոնսոն, ինքը ըստ էության որպես քրիստոնյա մեծացել եւ ինչա Ջոնսոն անունն ընդունել Ալի Քեմալի, այսինքն զավակը, որովհետեւ սպանությունից հետո հոր սպանությունից հետո նրա եւ եղբոր խնամքը մորական մայրն տատնա, այսինքն վերցեի վրա, ոլորտական ազգանունը Ջոնսոն էր եւ այդ Ջոնսոնը ինքը առաջա գնացել եւ հայտնի դա ինքը պատերազմի ժամանակ եղել է օդաչու, ծառայել է Royal Air Force-ի, այսինքն բրիտանական օդուժում, կրվել է նացիզմի դեմ եւ ասում են բավականին այսպես հաջող զինվորականը եղել։ Արդեն նրա որդին Սթենլի Ջոնսոնը, այսինքն Բորիս Ջոնսոնի հայրը, տնտեսագետ էր, Եվրոպական խորհրդարանի անդամ է եղել 70-84 թվականներին եւ արդեն գիտեք, արդեն նա զավակը Բորիսը լրագրող էր եւ դառավ ամենա այսպես հետաքրքիր եւ աղմկահարույց եւ ինքնատիպ վարչապետերից մեկը։ Բացի ըստ էության այս վեհաժողովին մասնակցելուց մենք եւս երկու օր տարբեր կարծում եմ էլի կարևոր հանդիպումներ ունեցանք, դրանցից մեկը Դանուբի ինստիտուտ կոչված հունգարական կառույցի հետ հանդիպումներ այդտեղ եւ էլի շատ կարևոր կապեր հաստատեցին, սա մեծագույն կառույցն է, ես ձեզ ասեմ, հունգարացիները բացառիկ են այդ առումով, իրենք միլիարդավոր, կրկնում եմ, ոչ թե միլիոնավոր, միլիարդավոր դոլարներ են հատկացնում իրենց քաղաքական հետազոտությունների, քաղաքական քարոզչության եւ նման բաների վրա, հետեւաբար իրանց հետ պետք է աշխատել, այսպես ծև անել եւ թիկունք թեքել եւ դաշտը բաց թողել մեր թշնամիների համար, որտեւ Օրբանը ունի պրաթուրքական դիրքորոշում, կարծում եմ սխալ է, ընդհակառակը նման կառույցների հետ պետք է աշխատել եւ իրենք աշնանը մի մեծ գիտաժողով ունեն Բուդապեշտում եւ ես ընդհանրապես կոչ կանեի բոլոր լուրջ հայկական կազմակերպություններին եւ կուրսակցություններին, որ ոչ թե նրանց, որ մի հոգի ունեն, որը խոսում, խոսող գլուխ է, էլի, իրենց կուրսակցությունն ներկայացնում եւ այդպես չէ, որ լուրջ կարող են մասնակցությունն կապի մեջ մտնեն Դանուբ ինստիտուտի հետ եւ մասնակցեն, որտեվ վրացիներն ու ադրբեջանցիներն ու թուրքերը մասնակցելու են։ Դա մայիս 16-ին, իսկ մայիսի 17-ին մենք Գենտի համալսարանում մասնակցեցինք այսպես կոչված Վարուժանյան դասախոսությանը, գիտեք, որ Բելգիայի Գենտ համալսարանում սովորել է Դանիել Վարուժանը եւ այնտեղ իր հուշատախտակը կա եւ այլն եւ ամեն մայիս ամսի մեջ պատմության ֆակուլտետը, այստեղ դուք ֆակուլտետի դեկանն եք տեսնում, միշտ մի օր հատուկ դասախոսություն անում, հիմնականում ցեղասպանության նվիրված եւ այստեղ հենց այստեղ դուք տեսնում եք քննարկումը հայկական վերնախավի ոչնչացման մասին էր տեղի ունենում, բնականաբար մենք ահագին զրույց ունեցանք այս հարցի շուրջ եւ ես արդեն իսկ մի շարք կարևորագույն գրքեր սկզբնաղբյուրներ ուղարկել եմ Բելգիա, իրենց կհասնի եւ իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել Արաք Հետիպյանին, մենք տարբեր հաղորդումներ ունեցել ենք, Արաք Հետիպյանը այն անձն է, որ 20 տարուց ավել զբաղվում է ամերիկյան մամուլի հրապարակումները հայոց ցեղասպանությանը, լինի Օսմանյան կայսրության ներսում, լինի Ադրբեջանում, լինի հայերի դեմ, լինի հույների կամ մասոնների, այդ բոլոր հրապարակումները մեկտեղելով եւ առանձին գրքերով, հրապարակներով շատ ազդեցիկ սկզբնաղբյուր է եւ դա նաեւ իմ որոշ գրքերից իրեն մենք ուղարկեցինք, մասնավորապես վերջ հրատարակությունը Հայաստան հայաթերթը որպես հայոց ցեղասպանության առաջ հրապարակումներ, դա այնպես որ այս համագործակցությունը կարծում եմ արդյունավետ կլինի, որտեղ Բրյուսելը եւ Բելգիան կարեւոր է
Եվ ընդհանրապես ես կոչ կանեի ըստ հնարավորին, ովքեր որ հնարավորություններ աշխարհի տարբեր հատկապես համալսարանական գիտական գրադարանները համալրեն սկզբնաղբյուր հրատարակություններով, որտեղ ուսանողությունը դրա վրա կառուցում է իր գիտելիքը։ Ադրբեջանցիք ու թուրքերը դա անում են պետականորեն, ցավոք սրտի մեր իշխանությունները երբևէ պետականամետ չեն եղել, երբևէ դրանով չեն զբաղվել պետականորեն, բայց մենք չենք կարող աչք փակել եւ դա չանել, հետեւաբար պիտի անենք։ Այսքանը, ցտեսություն, միշտ նոր հանդիպում։